վարչապետ Արագածոկի մարզի ինժեներական վարչության պետ Արթուր Մնայան։ Պարոն վարչապետ քրեական ոստիկանության Պարոն վարչապետ Արագածոկի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Պողոն Վարչապետ աշտարակ համայնքի օշիքի 25 ապարտեսվարի տնարան միլիցիան։ Այսքան գործ արել ենք, այսինքն չենք արել։ Էս երբ ենք անել։ Հա, սուբվենցիայի մեջ։ Արև արազատ եղբայր։ Այս վերակառուցում, հա։ Կառուցումը ամբողջությամբ շենքը կառուցված է 70-ական թվականներին, 95 թվականին դադարել է գործել։ Մենք 95 թվականից հետո ուրիշ մանկապարտ է եղել, հա, այսինքն 95 թվականից մինչև հիմա չկա մանկապարտ է։ Մենք 2024-ին ամբողջությամբ իրան վերանորոգել ենք, բացի արտաքին պատերից մնացած ամեն ինչը մենք ենք արել։ Տանիք, ջուր, հոսանք։ Արդեն գործում եք։ 6 ամիս։ Իսկ քանի սան ունեք։ Իսկ կարողությունը ինչքան է։ Իսկ կան երեխեք ուրիշ, որ դեռ պիտի գան։ Նկատի ունեմ գյուղում կան երեխեք, չգիտեք։ Չէ, նախադպրոցական տարիքի մեր բոլոր երեխաները հաճախում են։ Ինչ։ Հա, շատ լավ։ Բարևձեզ։ Լավ եք։ Շատ լավ։ Լավ են գործերը։ Որտեղ եք աշխատում դուք մանկապարտեզը բացվելուց առաջ։ Չենք աշխատել։ Ուշիից եք հենց։ Այսինքն փաստորեն այս նաև աշխատատեղ ստեղծեց գյուղում։ Վարչապետ, այստեղ մեր պահեստային հատվածում։ Սերնդի պահեստ, տնտեսականի պահեստ։ Իսպես տնտեսականի պահեստն է վարչապետ։ Լավ։ Սառնանի թիվը ինչի է տարբերելնում, կապված երեխեքի քանակի հայ, հեն։ Այստեղ էլ է խոհանոցը, այս հանենք արդեն։ Գցենք։ Բուժկետ։ Պարոն վարչապետ, այստեղ բուժկետն է։ Բարև ձեզ։ Դուք որտեղ եք աշխատում։ Ես Այստեղից առաջ։ Հայփոստում եւ արաբկերտական համալիրում։ Շատ լավ։ Հիմա բայց արաբկերում չեք աշխատում եք։ Ուշից եք։ Հասնեմ եկել էստեղ։ Հա, այսինքն տան մոտիկ եք արդեն հիմնական աշխատանքով։ Վատ չի, չէ՞ տենց։ Ուղանոց, իրոք է, սահմանուսն նայենք։ Էս ինչ է։ Նյութերի համար, ախտահամանյութերի համար պահեստ է։ Այստեղ լվացքատում։ Կամաց։
Բարև ձեզ։ Որտեղ եք աշխատում մանկապարտեզից առաջ, ստեից առաջ։ Այսինքն ձեզ համար էլ աշխատատեղ բացվել։ Գյուղում ուշից եք։ Շատ լավ։ Ստացվում է։ Այսինքն այստեղ էլ կախել բան չկա, տեղում չորացնում են, հա։ Դահլիճ։ Շատ լավ։ Հա, շատ լավ դահլիճ է։ Հա, սենց մեծ հեռուստացույցով, դաշնամուրը կա, աթոռները տեղում են։ Հա, այդ որ թվիներ, որ ասցի սարքեք։ Այսինքն 2 տարում ստացվեց սարքել։ Այսինքն սա սուբվենցիայով չի եղել, ամբողջը հիմնադրամն է արել։ Այո։ Տասնյակ 95 թվից գյուղում մանկապարտեզ չկա գործող։ Բայց հիմա հարմար չի, որ կողքի գյուղերից չկան, կողքի գյուղը որն է Կարբին, Օհանա, կա մանկապարտեզ Օհանա։ Հա, ուղղակի չի բավականացնում, այս տարի ուզում ենք Օհանավան կարգից էլ ընդունելություն։ Բայց եմ ասում, էլի, այսքան տեղը չի, ինչքան է։ Միշտ տեղ երեխեքը գնացել են այնտեղ, վարչապետ ու միշտ լիքը երեխեք դուրս են մնացել, էլի հնարավորություն։ Նկատի ունեմ նույն համայնքն է, էլի, այնտեղից կան։ Մի խումբ էլ ազատ, հա։ Ստեղ չէ, էդ եմ ասում։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, թողում նստեք։ Լավ եք։ Լավն է ձեր մանկապարտեզը։ Համով են ճաշերը։ Հանգիստ, նորմալ է։ Դուք որտեղ եք աշխատում մանկապարտեզից առաջ։ Ստեղ աշխատել էլի։ ուրիշ համայնքում մանկապարտեզում։ Մեկապային եմ աշխատում։ Հա։ Հանավանի մանկապարտեզ։ Հա, լավ, երեխեքն է կարան ուրեմն այնտեղից գալ։ Ինչքան է ստեղից Օհանավան, քանի կիլոմետր է։ Էդ եմ ասում։ 2, հա, 3 մաքսիմում։ Այստեղ քննասենյակ։ Նկատի ունեմ պոտենցիալը կա, որ ամբողջությամբ ծանրաբեռնվի մանկապարտեզը, չէ՞։ Սանհանգույցը որտեղ աստեղ։ Դե բայց դե էսպետ չի այստեղ պահել։ Տիկին տնօրեն։ Էսպետ չի ստեղ պահել։ Էս պետք է երեխեքին պահեստային մասը ունեք, թողն դե պահեն։ Գնացինք երեխեք, ապրեք, պակա։ Իսկ քանի աշխատող կա մանկապարտեզում։ Հիմնականում գյուղից են։ Շատ լավ, իսկ աշխատավարձերը ինչքան են։ Աշխատավարձերը ինչքան են։ Միջինում։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, նստեք։ Ձեզ դուր գալիս է ձեր մանկապարտեզը։ Հավեսով եք գալիս։ Ճաշերը համով են։ Այստեղ են համով, թե տանը։ Բարև ձեզ։ Դե պրոբլեմա, նենց պատասխանեն, մի կերպ պատասխանեն մամաների հետ խնդիր ունեն, այլ կերպ պատասխանեն,
Իսկ այս մահճակալներից դուք էլ բողոքնել ունեք։ Պարոն վարչապետ, մենք մեր երեխաների թիվը քանի որ քիչ է, մենք երկու հարկն ենք օգտագործում, բայց մեզ հարմար է երկու հարկ օգտագործել։ Շատ լավ։ Դե գնացինք երեխեք, լավ եղեք, ապրեք, տեսություն։ Այսինքն ունեք 4 խմբի հնարավորություն, 3-ն է հիմա ծանրաբեռ։ Չգործող։ Մի րոպե, մենք 2 խումբ չմտանք։ Հա։ Շատ լավ։ Ջուր միշտ կա, հա։ Այսինքն դրանով ապահովում է։ Տաք սառը։ Դուք որտեղ եք աշխատել մանկապարտեզի։ Յուղի դպրոցում եմ աշխատում։ Որպես։ Լավ։ Այսինքն մասնագիտության, նույն մասնագիտություն։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք։ Նստեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է նոր մանկապարտեզում աշխատանքը։ Հա, սիրում եք մանկապարտեզը ձեր։ Իսկ որտեղ եք մանկապարտեզ գնացել այստեղից առաջ։ Գնացել եք թե չեք գնացել։ Գնացել ենք Մակու։ Մակու։ Տենց անունը։ Մակու։ Բայց հիմնականում չեմ գնացել։ Հա։ Բա հիմա ինչ եք անում։ Դաս եք սովորում։ Ինչ եք սովորում։ Ինչ։ Արագիլի մասին։ Ինչ գիտեք արագիլի մասին։ Ինչ եք սովորում։ Ամաչում եք, պատասխանեք։ Ձեր գյուղ արագիլ գա, ինչ է։ Պետք չի զրից ամաչել։ Ձեր գյուղ արագիլները գալիս են, սյուների վրա բներ սարքում են։ Գալիս են տակ երկրներ։ Տակ երկրներ են գնում, ստեղ չեն ելնում արագիլներ։ Հա։ Շատ լավ։ Դե շարունակեք ձեր դասը, ստեսություն։ Ես չեմ տեսել այս կողմերը, որ սյուների վրա։ Ներկուսություն դեն կա վարչապետ։ Արագ պատասխանեցի, ես մաշկով չեմ տեսել, բայց մեր գյուղ հաստատի կա պարոն վարչապետ։ Ասե տաղավարներն են խմբային, հա։ Խաղային գոտի չկա։ Տարածքը տեղադրենք պարոն վարչապետ։ Որտեղ բայց։ Հատվածը։ Հա։ Նշումները պետք է անեն վազքի ու խաղային հատված։
Հա դա էլ պետքա բանով անել, էլի ստանդարտով անել, որ խաղային հատվածել լինի։ Որ երեխեքը մաքրոթին ոչ միայն նստեն, այլև խաղան։ Այս էլ է շատ լավ լուծում, հա, որ դրոշ է տեղադրված բակում։ Հապես ստանդարտի գալը լավ բան է, էլի, որ էլի Այսինքն մանկապարտեզի դեպքում է խաղային հատվածները հնարավորինս, այսինքն ստանդարտ դնենք, որ խաղային հատված էլ պետք է լինի։ Հա թող տա, ինչա, մի րոպե էլի թողեք, ասեք։ Բարև ձեզ։ Փաշինյան ջան, շատ եմ խնդրում, մեզ հարցս արդեն 15 տարի քանի անգամ է դիմել եմ։ Այս հարցից պատասխանն անպայման կհասնի ինձ, Աստծով եմ խնդրում, Փաշինյան ջան։ Սպասի վերջում։ Ես ուզում եի անձամբ ձեզ տեսնեի, հա։ Դե տեսակ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհավոր ժողովուրդ ջան, մանկապարտեզը։ Ոնց որ ված չի ստացվել։ Վարչապետ ջան, 8 տարի ծերետ քայլում եմ։ Կինս հիվանդելերը պարկաստեղից որ նկարվենք։ Հա, նկարվենք։ Ռուսաստանից ենք եկել Հարյան դարձենք 15-ին։ Ուշեցի ենք, հետո ես հարցերը կբարձրացնեմ։ Շատ փոքր հարցեր ունեմ, պարոն վարչապետ։ Կլուծենք հետ։ Շատ շնորհակալ ենք, պարոն վարչապետ, շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Թոշակս բարձրացել է։ Ճիշտ ես ասել։ Դինենց անես որ հասնես այդ Բոլոր ծրագրերը ամեն ինչի շնորհակալ ենք, պարոն վարչապետ։ հասանք։ Չէ, հասնելը կհասնենք։ Եկել մի բան ասենք։ Պատմությունն էլ պատմեն, որ ակրորը որ ընկնում է Հավեդևից ինչ է մտածում։ Չեմ կարող։ Մի րոպե, ուրեմն մտածում է, մի րոպե, մտածում է ցենզուրնի բանը չասես։ Ասма, բռնեցի, զատոկ տակնամ։ Էլի հասանք եվրոպական ստանդարտի։ Հասանք, զատոկ։ Տիկին Թամարա, արի, Տիկին Թամարա։ Համեցեք։ Ահագին խաղամաս ամեծ։ Գազ չունենք, էլի, մեզի բնական գազ չունենք, խաղամասան, 13-րդ խաղամաս։ Շատ լավ։ Հարավ ջան, մատ մեզ աղբերական նկարի վարչապետիս հետ։ Մի հատ նկարեք, էլի։ Երազանքը կատարվավ։ Չէր կարամ քայլել 3 օր։ Շատ լավ, ժողովուրդ ջան, կնայենք բոլոր հարցերն է կնայենք։ Լավ է, պարոն վարչապետ։ նկարվենք։ Հաջա, համեցեք եղ։ Եսա։ Մերսի։ Լավ է, համեցեք եղ։ Ժամանակի խմբակ ենք բացել։ Լավ է կարել։ Երեխա ունենք, բարացնում ենք, պրոցի դալիճնա։ Հիմա հողամաս ենք նել, տնամերձը հողամաս։ Ուզում ենք այդ հողի վրա դալիճ կարգենք։ Լավ է կարել։ Հիմա մերժում են մեզ, չեն տալիս թույլտվություն։ Խի, հողի նշանակություն։ Տնամերձը ենք եղել, տնամերձը առել են։ Հիմա ասում են բուֆերային տարածքում մերժում են։ Հիմա տեսեք, մենք մեր նախընտրական ծրագրում կետ ունենք, որտեղ նաև մարզադպրոցների կառուցում ենք նախատեսել, որը ենթադրում է նաև մասնավորի հետ համագործակցություն։ Եթե թողը հարմար չի, կարող է նայենք ուրիշ տեղ հող նայենք, հարմար, չգիտեմ, մի հատ հետաքրքր դեպքեր ինչա, որ ուզում են սպորտ դալիճ սարքեն, թույլտվության խնդիր կա տեղակ է։ Ճանապարհի հետ կապված միջպետականա հեռավորություն։ Հա, միջպետական ճանապարհ։ Չէ։ Համայնքի մեջ է, տնամերձ։ Մի հատ նայ։ Գերեզմանների կողքն, հա։ Մոտավոր տեղակ եմ, բանի հետ կապված է, ԿԳՄՍ ոնց որ համայնապատմամշակութային բանը չի տվել, հիմա իրանք ֆունդամենտը գցել են, հիմա ինքնական մի հատ կփորձենք գնանք հասկանալ։ Չէ, դե հիմա տեսեք ժողովուրդ, եթե իրոք պարզվի այդ տեղում չի լինել ինչ որ օբյեկտիվ պատճառով, պետք է տարիներով չշարունակել, մի քիչ տեղափոխվել։ Մենք եթե այդ չստացվի, դե բա եղբայր, հասկանում եք, խնդիրն է դա, որ մեր շատ մարդիկ առանցին թույլտվության գործ են անում, հետո մեզ կանգնեցնում փաստի առաջ, ասում են մեզ օգնեն։ Մենք էլ ուզում ենք օգնենք, բայց սահմանափակումներ էլ գոյություն ունեն, էլի։ Չենք կարա տենց։ Գնացողը պարոն վարչապետ, իբրե տնամերձ է, մենք չգիտենք, որ մշակութային հող է։ Չէ, դե ամեն դեպքում ասում եմ ճիշտը եւ ձեզ եմ ասում եւ նրանց ովքեր
մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր հետո ճիշտը սկսել է շինթույլտվություն ունենալուց հետո, որպեսզի հետո այնքան խնդիրներ են ձևավորվում մարդ ուղարկել են ինքը բողոք եղավ, արևան շատ լավ կնային, համենայն դեպս մենք շատ ողջունում ենք, որ գյուղում տենց նախաձեռնություն եք անում, մարզադպրոց, ինչով կարողանանք կօգնենք, բայց կարող անենց տեղ մտածել ենք, որ պետք է լինի մի քիչ հետ գնալ, նոր շարունակել ճանապարհը, բայց միանշանակ ողջունում եմ, շնորհակալ եմ, որ տենց նախաձեռնություններ եք անում։ Մենք ծնողներն ենք ու անհանգստանում ենք, էլի երեխեքի ապագայի հետ կապված, ուզում ենք լուծում 100% վստահ եք, երեխեքի պարապելու համար կապահովենք։ Էլ եմ ասում, կարող են այստեղ մտածել ենք, մի քիչ պետք է լինի հետ գնա, բայց այս նախաձեռնությունը մեր ոնց կարանք չաջակցենք, Չէ, բանավետ չի կարա լինի, դա ինչի մասին է խոսքը, այստեղ տեխնիկական հարցերի մասին է, ոնց լուծենք այդ հարցը։ Այդտեղ ընդհակառակը մենք ծրագրեր ենք անում, որ մենք տենց առաջիկայում մենք հիմա լողով սկսել ենք, մյուս մարզաձևերով էլ շարունակելու ենք, որ մենք ընդհակառակը պետական բյուջեից երեխեքի այցելությունները ֆինանսավորենք, որ տենց սպորտ դպրոցներ էլ գումարներ մտնեն, որ ընթացիկ սպասարկում է եւ այլն նորմալ վիճակում լինի։ Հենց որ մի հատ լուծումը տվեք, էլի, ոչ թե խնդրը նկարագրենք, այլ լուծումը առաջարկենք։ Համեցեք եղբայր։ Համայնքի կողմից էլ շատ ենք։ Համեցեք։ Մեր ժենիքները իհարկե Շախվերդյանը տեղյակ է, ուստացել է օգնի, բայց ամեն դեպքում ջրի դե ասեցի Ժողովուրդ դե ասում եմ առաջիկա 5 տարվա ընթացքում ջրի խնդիրները մեզ համար առաջնահերթ հերթով բոլորը բան կանենք Նախագծման փուլը մա սուբվենցիոն հայտենք այսինքն դա արդեն լուծված ժամանակի հարց է դրա լուծումը Պարոն Խաչատրյան ջրային սուբվենցիոն ծրագրերին առաջնահերթություն ենք տալու այսինքն ընդհակառակը սուբվենցիոն ջրի ծրագրերը գործնականում 100%-ով, հա, այսինքն եթե այլ անհաղթահարելի խոչընդոտ չի լինում, այսինքն մենք գիտենք, սենց մի բան ասեմ, հիմա տարբեր տեղեր որ գնում ենք, մեր տարբեր բնակավայրերի բնակիչները կարան ջրի հարցը չբարձրացնեն նույնիսկ, որովհետև մենք գիտենք, որ բոլոր տեղերը ջրի խնդիր կա, ռոռոկման ջրի խնդիր էլ կա, խմելու ջրի խնդիր էլ կա, մենք ոնց որ հիմա սկսեցինք 300 դպրոց ծրագիրը սկսեցինք, ընդհանրապես պարզվեց, որ հանրապետության բոլոր դպրոցները պետք է այդ ծրագրով անցնեն։ Հիմա ջրի խնդիրներով երբ որ սկսեցինք զբաղվել, հասկացանք, որ հանրապետության գործնականում ամբողջ ջրային համակարգը պետք է փոխվի։ Պատկերացնում եք մասշտաբը։ Ամբողջ եւ ռոռոկման եւ խմելու ամբողջ ջրի համակարգը պետք է փոխվի ու ջրի կուտակման համակարգը պետք է փոխվի։ Որովհետև հա խողովակը կարած քաշեց, բայց խողովակում ջուր պետք է առնի, չէ։ Էլ չեմ ասում հիմա 21-րդ դարում մարդու պահանջը բան է անում, գնալով մեծանում է եւ մենք դա ողջունում ենք, ընդունում ենք։ Հիմա արդեն մարդուն 2 ժամ, 3 ժամ ջուր տալով չես գոհացնի։ Պետք է գոնե ասենք մեր խնդիրն է նա, որ ամբողջ հանրապետությունում 24 ժամ ջրամատակարարում լինի, բայց դրա համար պետք է ջուրը կարողանանք հավաքենք եւ բաշխենք։ Լավ լուրը մենակ այն է, որ հիմա այս տարվա եղանակը տենում եք։ Ինչա արդեն եթե սենց շարունակվի, այսինքն կլիման դե փոխվում է, եթե սենց ֆիքսվի Հայաստանում, այդ նշանակում է, որ մենք ջրային ռեսուրսների խնդիր չենք ունենա, մեզ պետք է լինի հավաքել եւ բաշխել եւ այդ ջրի անվտանգությունը եւ առողջապահական ստանդարտը ապահովել։ Անկեղծ եմ ասում, ընդհանրապես ոչ միտեղ կարան ջրի հարց չբարձրացնեն, որովհետև տենց տեղ չկա, որ ջրի խնդիր չկա։ Մի բնակավայր չունենք, այսինքն ինչ որ տեղեր թաղերում լուծել ենք եւ այլն, բայց գործնականում մի բնակավայր չկա, որտեղ բանի ջրի խնդիր չլինի։ Այնտեղ որտեղ խմելու ջրի խնդիրն է լուծված, ռոռոկման ջրի խնդիրը պետք է լուծվի։ Հիմնական մասում համ ռոռոկման ջրի այդ խնդրեմ կա, համ հա, բայց հաշվի առնելով նաեւ գյուղատնտեսական ուժի շատ մեծ նշանակությունը, մենք էլ առաջիկա շրջանում ձեզ պետք է աջակցենք, որ կամած, ասենք տարիների ընթացքում, պայմանական ասած առաջիկա 10 տարվա ընթացքում այգիները փոխեք, հին ծառերը փոխեք նոր ծառով, կաթիլային ռոռոկում մտցնեք եւ այլն, որ ջրի խնայողությունը արդեն փոխել է, իսկ գոհեք, շատ գոհենք։ Այսինքն ծառերն էլ եք փոխել։ Այո։ Հա, դե շնորհակալ եմ շատ։ Իսկ մեր ծրագրերից օգտվել եք աջակցությամբ։ Անպայման օգտվել։ Հա, դե տեսնում եք։ Դե հիմա տեսեք, եթե գյուղում մի օրինակ կա տենց եւ բոլորը հարևանները, ընկերները կարող են գան տեսնել, ձեր կարծիքը լսել, դուք էլ ասեք, որ լավ է, գոհ են, իրանք էլ արդեն ավելի շատ ցանկություն կունեն։ Ասնողները շատ են։ Ասեք, եղբայր, ինչ եք ուզում։ Համայնքի կասի թաղամասը
Ասեցին արդեն եղբայր կզբաղվեն, այո, ասել են։ Խորին շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք, առայժմ։